Ողջույն, այս անգամ բլից հարցերին կպատասխանի զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Դավիթ Ալեքսանյանը։ Ողջույն ձեզ, պարոն գնդապետ, եթե պատրաստ եք, կարող ենք սկսել։ Սկսենք։ Գնացինք։ Առավոտը սկսել ֆիզիկական վարժանքով, թե ենթականների հետ խորհրդակցությամբ ո՞րն եք նախընտրում։ Ճիշտ ենք, չէ՞ խոսելու։ Իհարկե։ Այդ դեպքում սուրճով։ Սուրճով։ Իհարկե սպորտը կարևոր է, սպորտով երեկոյան եմ զբաղվում, բայց սուրճից հետո նոր խորհրդակցություն։ Եթե ոչ զինվորական, ապա ինչ մասնագիտություն կցանկանայիք ունենալ։ Երազել եմ օդաչու դառնալ։ Երբևէ փորձել եք։ Ցանկություն ունեմ ու եթե հնարավորություն ունենամ կանեմ։ Զինվորականին բնութագրող 3 կարևոր հատկանիշները, ամենակարևոր հատկանիշները։ Հայրենասիրություն կամ ավելի ճիշտ կլինի ասել հայրենատիրություն, նրանք քիչ տարբեր են։ Պատասխանատվության զգացում եւ կամք։ Կարծում եմ այս երեքի համադրությունով կարելի է ստանալ լավ զինվորական։ Պարոն գնդապետ, գիրք, որ ընթերցել եք մի քանի անգամ։ Շատ կան, բայց կառանձնացնեմ Սթիվեն Քովի հաջողակ մարդկանց 7 սովորությունները, խորհուրդ կտամ բոլորին կարդալ գիրքը ու ոչ միայն այդ գիրքը, կան բազմաթիվ գրքեր, որոնք անձնական աճի վրա ազդում են ու զինվորականների համար անհրաժեշտ են։ Ինչ երաժշտական ոճի կամ ձայնի եք նմանացնում զինվորականի կյանքը։ Մի կողմից ռոքի, մյուս կողմից երևի ինչ-որ սիմֆոնիկ sense նվագախումբ եմ պատկերացնում, որովհետև բանակը սիմֆոնիայի է նման, որտեղ տարբեր բաղադրիչները բանակի պետք է ներդաշնակ գործեն եւ արդյունքում ստեղծագործություն ծնվի, այնց որ ռոք եւ սիմֆոնիա։ Եթե ձեր բնավորությունը եղանակ լիներ, պարոն գնդապետ, ինչ կանխատեսում կտայիք։ Լուսավոր օր է սպասվում։ Արև։ Որ սովորական երևույթը կամրագրեի օրենքով։ Երևի սխալվելու հանդեպ հանդուրժողականությունը օրենքի մեջ ավելի տեղ կտայի, որտեղ մենք շատ ենք վախենում սխալվելուց, իսկ առանց սխալների առաջընթաց չի կարող լինել։ Պարոն գնդապետ, կա միտք, որ ձեզ վախ է ներշնչում։ Վախը լավ բան չի, կարելի է վախենալ միայն այն տեմպից, որ աշխարհը առաջ է գնում, ու մենք պետք է հասցնենք տեմպին դիմանալ ու մի բան էլ առաջ անցնել։ Եվ վերջին հարցը, եթե կարողանայիք աշխարհում փոխել մեկ բան, որը կլիներ դա։ Այնպես կանեի, որ մեր ֆուտբոլի հավաքականն էլ Բրազիլիայի հավաքականին 7-0 հաղթեր։ Միշտ հաղթեր։ Սիրում եք ֆուտբոլ։ Շատ եմ սիրում Ով է ֆուտբոլ։ ամենասիրելի ֆուտբոլիստը ձեր։ Այդ հավերժական պայքարը Մեսսի թե Ռոնալդո Մեսսի։ Մեսսի, շատ լավ։ Շատ շնորհակալ ենք, պարոն գնդապետ, հարցերին Շնորհակալ պատասխանելու եմ, համար։ ապրեք շատ, շնորհակալություն։